Ողջունում եմ բոլորին ու խնդրում եմ այս տեսանյութը նայել մինչև վերջ, քանի որ այս տեսանյութը ձեզ զգուշացնող, առողջությունը պահպանող բնույթ ունի։ Ես հիմա կկիսվեմ իմ փորձով, որը տեղի ունեցավ 2025 թվականի ապրիլին պլաստիկ վիրաբուժության սահմաններում, երբ վիրահատեցի քիթս։ Քթիս սապատը պետք է պարզապես ուղղվեր, միջնապատը պետք է ուղղվեր, որպեսզի ես կարողանայի շնչել եւ ունեի խեցիների խնդիրներ, ընդ որում ստորին եւ միջին խեցիներ, որոնցից միջինը արդեն ակնհայտ կոնքյաբուլոզա կոչված այդ խնդիրը ուներ, որ նշանակում է, որ խեցին լցված է օդով, զբաղեցնում է մեծ տարածք, փակում շնչառական ուղին եւ ստորին խեցիները, որոնցից ոչ մեկն էլ չի կատարվել, որովհետեւ նախ ասեմ, որ ես այդ վիրահատությունը արել եմ Գոր Անանյան կոչվող բժշկի մոտ, որը նույնիսկ կատեի նկարներ չի հասկանում, կատեի նկարներից չի դրել դիագնոզ, որ ես ունեմ միջին օրինակ խեցիների հետ նույնպես խնդիրներ, բայց սա դեռ ամենասարսափելին չէ։ Վիրահատությունից առաջ ես ասեմ, որ շնչել եմ, չնայած շնչառական որոշակի խնդիրներ կային, դրա համար էլ գնացել էի վիրահատվելու, որպեսզի ավելի լավ շնչեմ, բայց դուրս եկա, որ վիրահատությունից հետո իմ քիթը որպես օրգան չի ծառայում իր ֆունկցիային։ Եվ ես այդ ամենը կցուցադրեմ, հիմա դուք կտեսնեք, խնդրեմ նայեք, աչք թանցքը, ինքը ներսից լրիվ հատկապես խորքում փակ է, եւ ես հեսա ցույց կտամ ինչպես է շնչում աչքը։ Տեսնում եք, օդ ուղակի չի անցնում։ Նայեք, ունեմ երկկողմանի նույնիսկ, սակայն ձախ կողմում հատկապես առանձնահատուկ արտահայտված կոլապս, երբ որ ես ներկայացրեցի իմ խնդիրները, նա մասնագիտորեն ընդհանրապես չասեց, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Լավ, հիմա ցույց եմ տալի, ձախ քթանցքը ունի մասնագիտորեն կոչվող կոլապս երևույթ, այսինքն քթի քթանցքի հյուսվածքը շնչելու ընթացքում, ներշնչման ընթացքում ընկնում է միջնապատի վրա։ Ու շատ արտահայտիչ երևում է սա։ Այստեղով անցնում է շատ քիչ օդ, որ ինձ պարզապես չի բավարարում շնչառության պրոցեսի համար։ Առաջանցքում ինչու չի առաջանում կոլապս, որովհետև ընդհանրապես օդ չի անցնում, հետևաբար դուք չեք կարող տեսնել կոլապսը, բայց ձախ կողմում պարզ երևում է։ Բացի դրանից ես ունեմ նաև խնդիր, արտաքին էսթետիկ խնդիր։ Նախ ասեմ, որ այս մասը, եթե դուք ուշադիր լինեք, դրեք ձեր ձեռքը ուղղակի ձեր քթանցքի վերևին, արդեն կհասկանաք, որ լավ չեք շնչում։ Դե հիմա դուք հասկացաք, այստեղ շատ նորմալ բացվածք կա, իսկ այստեղ ընկած է ներս։ Հյուսվածքը ընկած է ներս, սա նույնպես կոլապտիկի երևույթ է։ Տեսեք հիմա այստեղից այդ կոլապսի ընթացքում ասեմ ավելին, եթե այստեղ թեթևակի բացվածք չունենա, ես հոտառություն էլ չի ունենա։ Հիմա իմ հոտառությունը շատ թույլ է, շատ վատ է, բայց զգում եմ գոնե հոտ, ուղղակի շատ թույլ ու շատ թեթև։ Հաջորդ խնդիրը, որ իմ քթի հետ կապված կա, այսինքն միջնապատը, որ պետք է ուղիղ լինի, միջնապատը ինքը գտնվում է դեֆորմացված, թեքված, տեղահան եղած վիճակում, այսինքն միջնապատ Գոր Անանյանը, որը ստացել է պլաստիկ վիրաբուժության որակավորում, ինքը նույնիսկ քիթ կոկորտի հասարակ վիրահատություն չի կարողանում անել, որպես քիթ կոկորտ մասնագետ։ Միջնապատ ուղղակի քիթ կոկորտ մասնագետները կարող են հանգիստ ուղղել, չէ։ Ես այսպես ցույց տամ, շատ խորքում է գտնվում փակվածությունը, երևի դուք արդեն որոշակի տեսակ, որ այնտեղ շատ մինիմալ, այս էլ հələ քթանցքը բացում եմ սենց, որ դուք տեսնեք իրականում։ Խորքում ուղղակի միջնապատը ինքը ընկած է քթանցքի վրա։ Մի խոսքով քթով շնչառությունը հնարավոր չի բացարձակ, քթի ծայրը ոնց որ ճակատից կապած լինի, ուղղակի որևէ շարժ չկա, վերև չի բարձրանում, ուղղակի դուք սենց նայեք քթին։ Հիմա նայեք, ես փորձում եմ բարձրացնել, այստեղ ոսկոր, այստեղ ես հանդիպում եմ ոսկորի, այսինքն բարձրացնելը հնարավոր չի դառնում։ Ես փորձեմ այսպես բարձրացնել, միգուցե հնարավոր լինի, բայց չէ, տեսնում եք, ես ամեն ինչ անում եմ, ինքը չի բարձրանում, քիթը շատ ձգված է, նույնիսկ ոսկորը հավասար չի կտրվել, խորթուբորթություններ կան։ Ես Հայաստանում նրան ներկայացրեցի այն խնդիրը, որ իր գրած որևէ սփրեյ, որևէ կաթիլ իմ քթանցքով ուղղակի չի անցնում, ես չեմ շնչում բացարձակ, ինքը շատ լավ նայել էր ներսում ու գիտեր, որ միջնապատը թեք է, բայց ինձ ոչ մի բան չէր ասում։ Իսկ այդ վերքերի մեջ ես բնականաբար այդքան համարձակություն չունեի իմ սեփական քթի մեջ շատ ուշադիր նայելու եւ այլն։ Գոր Անանյանը վիրահատությունից հետո իմ քիթը ընդհանրապես չի մշակել, չի մաքրել, վերքերին տիրություն չի արել։ Ու ասեմ ավելին, երբ որ ես իրանից պահանջեցի, ասեցի դե մաքրեք, ով է սրա համար պատասխանատու, ինքը ասեց, վայ, դե ես չեմ արել, որովհետեւ վերքեր կա, դրա համար չեմ արել, որ արյուն չգա, այսինքն մի բժիշկ, որ վախենում է վերքից, որ կպնի արյուն գա, այդ բժշկի մասին էլ ինչ ասես։ Բա դրա համար եմ ես գնում բժշկի, որ ինքը հենց իր հսկողության տակ մաքրվի եւ այս ամենը արվի։
Եվ այսպես, քանի որ քթի անատոմիան լրիվ աղավաղված է, քթի ֆունկցիան բացակայում է, լորձաթաղանթը վնասված, քթանցքը ձախ, միշտ չոր, միշտ sense այս քթանցքը կպնում է այդ պատին, չորության պատճառով կա արյուն, թե չոր թե թաց, միշտ եւ չեմ ուզում ասեմ մարդ ես, մի օր էլ կարող անեղված ես, մի թե ուզում ես լացես, թեկուզ ուրախությունից ես ուզում լացես, դա ուղղակի հնարավոր չի, որովհետեւ այստեղից ոչ մի տեղից արտահոսք չկա, ճակատը սկսում է տրաքել եւ մեծ ցավ է տիրում քո օրգանիզմում։ Եվ ասեմ ժողովուրդ ջան, ուղակի խնդրում եմ ձեր մոտ Գոր Անանյան անունը գրեք մեծ, ոչ մեծատառով, այլ մեծ, կպցրեք մի պատին, հիշեք այս անունը, մի գնացեք այդ անբարեխիղճ մարդու մոտ, որը միշտ իր գործին մոտենում է անփութորեն, անպատրաստ, անբարեխիղճ, մի գնացեք, մի վնասեք ձեր առողջությունը շատ թանկ է, հավատացեք, ձեր առողջությունը շատ թանկ է, պարտադիր չի գնեք իմ օրը, որ նոր հասկանաք, թե ինչի մեջ եք ընկել, թե ինչ է նշանակում քթի շնչառություն։ Եվ իմ օրը երբեք ես ինքս էլ չէին գնի այսօրը, եթե ինչ-որ մեկը իմ նման դներ ու այսպիսի վիդեո նկարեր ու տարածեր այս ինֆորմացիան։ Այսպես պատկերավոր ցույց տար քթի վիճակը, ինչպես ես ցույց տվեցի։ Եկեք մի հատ կարճ կրկնենք։ Ուղղակի հնարավոր չի սենց քթի մասին խոսել։ Միջնապատ, որը դուք չեք տեսնում, ես ունեմ մոտավորապես 700 նկար համակարգչային տոմոգրաֆիայից, որը արվել է վիրահատությունից հետո, ես կփորձեմ ձեզ հետո վիդեոյով գոնե մի քանիս առանձնացնել եւ ցույց տալ այդ համակարգչային տոմոգրաֆիայի նկարը։ Երբ որ դու ներկայացնես քո խնդիրները, ինչպես ես ներկայացրեցի նրան 4 ամիս հետո, որ բացարձակ շնչառություն չունեմ, ի սկզբանե ինքը գիտեր, որ ես չեմ շնչում, բայց միշտ այն խոսքը, որ ասում էր, հա դե դա նորմալ է, դա գիտե կոմպլիկացիա է, սովորական այտուցա կանցնի մի քանի ամսից միջև գնա մի տարի, ուրեմն լսեք, եթե մի բժիշկ ձեզ վիրահատությունից առաջ ասի, որ դուք վիրահատվում եք եւ այդ կոմպլիկացիայի հետևանքով ամիսներով եւ մինչեւ տարի դուք երբեք չեք շնչելու, դուք չեք գնա նման վիրահատության։ Այն մարդը, որը վիրահատվել է, ինքը օրեր անց արդեն պիտի զգա, որ շնչում է, ոչ թե ամիսներից մինչեւ 1 տարի։ Եվ ասեմ ավելին, ասա այս դեպքում մենք չենք խոսում կոմպլիկացիայի մասին, սորական բարդության մասին, այս դեպքում մենք խոսում ենք ուղղակի մանուել ձեռքի ուժով առաջացրած սխալ վիրահատության մասին, բժշկական սխալի մասին։ Եկեք մի կարճ բան էլ պատմեմ, երբ որ ես 4 ամիս հետո այս մարդուն գրեցի, որ ունեմ լուրջ խնդիրներ եւ շատ նամակներ գրեցի ու ինքը ձգձգեց անընդհատ մատերի վրա խաղացրեց, պատասխաններ չտվեց, հետո որոշեցի, որ օքեյ, այս մարդուն ես էլ չգիտեմ ինչ ձև պիտի խոսամ այս մարդու հետ։ Բերեմ գերմաներեն գրեմ, կարող է հասկանա, քանի որ ասում էր, որ ինքը Գերմանիայում փորձ է ունեցել եւ այլն, ես գիտեմ այդ փորձը ոնց է լինում։ Ես Գերմանիայում հիվանդանոցներում շատ լավ ծանոթ եմ բժիշկների պահվածքին ու ես շատ լավ գիտեմ, որ այն մարդը, որ աչքի չի ընկնում առանձնապես խելքով, առանձնապես կարողություններով իրեն երբեք որևէ պատասխանատու աշխատանք Գերմանիայում որևէ բժիշկ թույլ չի տա կատարել։ Այն ինչ որ դուք չեք անցել Գերմանիայում։ Ուղղակի գալիս են մի երկիր ման են գալիս, հետ են գնում, թե մենք պրակտիկա հավաքեցինք, իսկ հայերն էլ լսում են Գերմանիա, Ֆրանսիա, այստեղ այնտեղ, ուրեմն շատ լավ պրակտիկա ունեցող, շատ լավ գիտելիքների տեր մարդ է։ Սխալվում եք։ Մեկ քննադատորեն մոտեցեք էլի նման երևույթներին է։ Շատ քննադատորեն։ Ես հիմա իմ սխալից հետո ավելի լրջացրել եմ քննադատական այդ իմ կարողությունները, որին ես Հայաստանում մի պահ ուղակի թույլատրեցի իմ դերքերը եւ փորձեցի չհավատալ։ Փորձեցի ուղակի թողել մարդը իր գործանի, որի հետևանքով ես հիմա շատ ուղակի փոշմանել եմ։ Լավ, երբ որ ես 4 ամիս անց Գոր Անանյանին գրեցի նամակներ եւ պահանջեցի տալանուններին բոլոր խնդիրներին, բացի նրանից, որ նա խուսափեց ու ինձ մատերի վրա խաղացնելով մոտավորապես 2 ամսվա կտրվածքում ոչ մի պատասխան չտվեց, նա նաեւ իմ պահանջած դոկումենտները չներկայացրեց։ Այսինքն ես իրենից պահանջել էի ողջ պրոտոկոլը, դոկումենտացիան, ինչ արվել վիրահատության ընթացքում, ինչեր են կատարվել վիրահատությունից հետո ինչ պրոտոկոլ է գրվել, ես պահանջել էի անեսթեզիայի դոկումենտներ, ես պահանջել էի նույնիսկ այն բոլոր դեղերի ցանկը, որ ինքը ինձ նշանակել է, պետք է դոկումենտացիա արած ունենա ինքը, նա ինձ ոչ մի բան չի տվել, ասել է որ դու արդեն ամեն ինչ ունես, մենք տվել ենք դա քեզ, բայց ինձ ընդամենը տրվել է 1 էպիկրիզ, իսկ 1 էպիկրիզը պացիենտի ողջ ակտը չի։ Ինձ հարիֆացնելով ասում էր թե Հայաստանում այդպես օրենք չկա, որ պացիենտին տան դա, իսկ միջազգային օրենքով պացիենտը պարտավոր է նայել դոկումենտացիայի օրիգինալ դոկումենտները եւ ստանալ այդ օրիգինալ դոկումենտների կոպիաները միջազգային օրենքով։ Այդ որ մի օրենքով քո Հայաստանում դա չկա, Գոր Անանյան։ Ես այդտեղ ստիպված էի այդ մարդուն գրավոր տեքստով բացատրել, որ ինքը բժշկական համալսարանի ուսանողական տարիներին իրավական դասերին ներկա չի եղել։ Այս մարդը ընդհանրապես ոչ միայն բժշկական գիտելիք չունի, այլև իրավական նորմերին չի տիրապետում եւ իր գործն է խաբել, հարիվացնել, մատերի վրա ֆռցնել իր բոլոր պացիենտներին, հիմարություններով, դատարկություններով կերակրել նրանց։ Կկերակրվեն, կսնվեն նրանք, ովքեր իսկապես չեն քննարկի նրա ասած խոսքերը։ Եթե դուք արտաքին տեսքը հավանեցիք եւ ցանկանում եք այսպիսի դեկորատիվ նմուշ ունենալ ձեր դեմքի վրա, ունեցեք, բայց խնդրում եմ, հասկացեք, որ քիթը ոչ միայն դեկորացիա է, այսպես ասած, այն կարևոր ֆունկցիոնալ օրգան է, որը հիմա իմ դեպքում ուղղակի չկա։ Հիմա ես ամեն խոսելուց, ամեն հաց ուտելուց պետք է շատ պաուզաներ անեմ, որպեսզի շնչակտուր չլինեմ։ Եւ ես հաշվել եմ 20 վայրկյանի ընթացքում, եթե փորձեմ այս փոքրիկ սահմանափակ անցքով շնչեմ, ես շնչակտուր կլինեմ։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, ուղղակի մի տրվեք գեղեցկության հետ, բլոգերների ծախված ու անհասկանալի չգիտակցված, անալիզ չարած, գաղափար չունեցող որևէ
ռեկլամի հետևից մի ընկեք։ Նրանք իրենց հազարավոր հետևորդներին ուղղակի ուղարկում են գրողի ծոցը։ Խնդրում եմ, որ նայեք, տարածեք եւ ձեր փորձով կիսվեք։ Մի ամաչեք, մի քաշվեք, ուղղակի ոչ մեկ չի ասում ձեզ ձեր բերանից անեծքներ թափեք Գոռանանյանի հասցեին, ինչքան էլ որ դուք սրտանց ցանկանում եք դա եւ ձեր զայրույթը շատ խիստ հասկանալի է, ինչպես նաեւ իմ զայրույթը, բայց խնդրում եմ ուղղակի փորձեք հրապարակավ ներկայացնել ձեր խնդիրը եւ ոչ թե ուղղակի անհատական նամակներ գրեք, քանի որ ես շատ տեղերում կոմենտարիաներ էի գրել, որտեղ ինձ բլոկել են ամենտեղից, բայց ես ունեմ նաեւ դրանց սկրինշոթերը, ես կներկայացնեմ դրանք։ Քիչ-քիչ։ Ես ուղղակի ձեզ ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ զգուշացնում եմ՝ մի գնացեք այդ մարդու մոտ, նա շատ անբարեխիղճ, անպատրաստ բժիշկ է, նա չի տեղեկացնում պացիենտին եւ ոչ մի բան, նա անգամ ինքը պատրաստ չի վիրահատության ամեն ինչ գցում է վերջի օրով, ամեն ինչ անում է վերջի օրով, անգամ մոդելավորում է, իսկ ես այն մարդը չեմ եղել, որ իրան գնամ ինչ որ նկարով ասեմ, օրինակ ուզում եմ Անջելինա Ջոլիի կամ Մոնիկա Բելուչի քթից, ես ընդհանրապես պահանջներ չեմ ունեցել, բայց ինքը եղել է միշտ անպատրաստ, ամեն ինչ վերջի օրով, ամեն ինչ շատ ուշ, այնպեսի բժիշկ էլ չի, որ քիչ գումար է վերցնում, բավականին մեծ գումար է վերցնում եւ անում է զրոյական արժեքի վիրահատություն։ Ուղղակի մի գնացեք եւ խնդրում եմ բոլոր նրանց։ Ուղղակի ինչի՞ց եք քաշվում, ամաչում եք, փոքր երկիրա մեկը մյուսին ճանաչում է, ձեր ընտանիքի անդամները չեն թողում, որ դուք խոսեք, ձեր ամուսինները, կիսուր կեսրահայրը, չգիտեմ ովքեր են, որ արգելում են ձեզ խոսել։ Ի վերջո, հասկացեք, դուք այս պլատֆորմը կարող եք օգտագործել մարդկանց տեղեկացնելու համար, ցույց տալու ձեր խնդիրը, ցույց տալու, թե ինչի մեջ եք դուք հայտնվել։ Այդ բոլոր գովազդները, այդ սև PR-ը, այդ ծախված բլոգերներ, անհասկացող մարդիկ, որ ուղղակի գաղափար չունեն, ինչա նշանակում խնդիր, դրանք ձեզ ուղղակի ուղարկում են գրողի ծոցը կրկնում։ Մի կարևոր բան էլ ասեմ, Գոռանանյանը ունի իր պացիենտներին հիմարացնելու հատկություն, հաստատեմ բոլոր պացիենտները, որոնք գտնվել են նրա մոտ, քանի որ երբ որ դու հայտնում ես նրան, որ ունի շնչառական խնդիր, չէ շնչում, եւ նա սկսում է հիմարություններով լցնել ձեր գլուխը, նա իր պացիենտներից շատերին կանչում է, ինչ որ հիմար մասաժներ է անում, ինչ որ պարավաբուժական մեթոդներ է կիրառում, մեկին ասում է տաք պահի կանցնի, մյուսին ասում է օդափոխությունից հա կանցնի, իսկ ինձ գիտեք ինչ էր ասում էր լավ տրամադրվի, որ շնչես, լավ տրամադրվի կանցնի։ Ով դուժելակ ցանկանամ համբերություն եւ համարձակություն։ Խոսեք, ներկայացրեք ձեր խնդիրը։ Շնորհակալ եմ, որ մինչ այս կետը լսեցիք ինձ։